Մայրենի 4-րդ դասարան դաս 32 Անահիտ Պարսամյան Կաթիլը Ամպից ծնվեց մի կաթիլ, զուլալ, մաքուր, աչքը բիլ։ Կաթիլն ընկավ ճանապարհ, դեպի երկիր, հող ու քար։ Կաթիլ, կաթիլ, իսկ գիտես, հողը ծարավ է այնպես, կուլ կտա քեզ նա իսկույն։ Կաթիլ, իզուր ես գնում։ Իսկ կաթիլը մեղմ ժպտաց, էլ ավելի շողշողաց, ասաց թեև քիչ եմ ես, կհովացնեմ սակայն քեզ, դեռ ուրիշ հոգս էլ ունեմ, մի հատիկի կյանք կփրկեմ։ Ուղղագրական բառերն են թեև, հոգս։ Հանելուկ, շոգից թև առավ, երկինք բարձրացավ, դարձավ ձյուն, անձրև, կրկին հետ դարձավ։ Կաթիլի մասին է խոսքը։ Բառերի գանձատուփ։ Մաքուր լինում է հագուստը, գրատախտակը, դեմքը։ Ինչ բառեր ենք գործածում, երբ մաքուր են լինում, ջուրը։ Զուլալ, երկինքը, պարզ, մեղրը, արդար։ Գրածդ բառերով բառակապակցություններ կազմիր։ Զուլալ ջուր, պարզ երկինք, արդար մեղր։ Գրիր իսկույն, շողշողալ և իզուր բառերի հոմանիշները։ Իսկույն, անմիջապես, շողշողալ, պսպղալ, իզուր, անտեղի։ Սիրելի գիտեմնիկ, հավանեցի բանաստեղծությունը, միայն թե անհայտ մնաց բիլ բառի իմաստը։ Կբացատրես։ Սիրով ինչուիկ ջան, բիլ նշանակում է բաց կապույտ, երկնագույն։ Բայց իմացիր, եթե կարող ենք օրինակ ասել բաց կապույտ կամ երկնագույն ծաղիկներ, ներկեր և այլն, ապա բիլը դրանց համար չենք կարող գործածել։ Այն միայն աչքերի համար ենք ասում։ Ճիշտ այդպես էլ լազուր կամ լուրդ, սրանք ևս կապույտի երանգներ են, լինում է երկինքը, բայց ոչ ծաղիկները։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Կաթիլն ինչպիսին է, պարծենկոտ, թե… Ոչ, կաթիլը պարծենկոտ չէ։ Որն է բանաստեղծության հիմնական միտքը։ Որ կաթիլը կարող է զոհաբերել իրեն, բայց կյանք տալ ևս մեկ հատիկի։ Գրիր զուլալ և մաքուր ածականների համեմատության աստիճանները և բառակապակցություններ կազմիր։ Զուլալ, ավելի զուլալ, ամենազուլալ։ Մաքուր, ավելի մաքուր, ամենամաքուր։ Զուլալ ջուր, ավելի զուլալ աղբյուր։ Ամենազուլալ լիճ։ Մաքուր տետր, ավելի մաքուր ձեռագիր։ Ամենամաքուր անկողին։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Տեղեկություններ հավաքիր մարդու կյանքում և բնության մեջ ջրի դերի մասին և պատմիր։ Մի հեքիաթ կամ պատմություն հորինիր բարի գործի, անձնազոհության մասին։ Իմաստունի խորհուրդները։ Փոքրիկ բարեկամ, այնպես ապրիր, որ չամաչես քո խոսքերի ու գործերի համար։ Մարդկանց սիրիր և օգնիր, ինչպես անծանոթ անցորդը վիրավոր ճամփորդին։ Այս դասագրքից քեզ ծանոթ թագավորի կրտսեր որդու նման ազնիվ ու շիտակ եղիր։ Ընկուզենու նման աննախանձ, զուսպ ու համբերատար։ Գետի ու կաթիլի նման ուրիշներին օգտակար։ Եղիր բարի ու աշխատասեր, ինչպես ձեր հողագործներ։ Հյուրընկալ, ինչպես վայել է հայ մարդուն։ Սասունցի Դավթի նման քաջ ու հայրենասեր եղիր։ Գիտեմ, հեշտ չէ, բայց արժե ջանալ, չէ որ մարդու լավ արարքներն են փայլ տալիս նրան։